Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կներկայացնենք այդ գյուղերի իրավիճակը, սահմանին իրավիճակը, կրակոցները, ինչ վիճակում են հիմա։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում եմ, բայց գիշերային ժամեր։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Վնաս Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Բայց տեսեք կրակել են բնակավայրերի Ուղղակի որ կարողանամ լսել։ բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ։ Այո, վերջին տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնեն ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ է անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ ասում, վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, Ձեր որ կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետև ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները դիմում։ Մարդիկ ուզում են թողնեն գնա, որտեվ այդպեսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մարդկանց տրամադրություններ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։